Արգելի խորհրդարան, ռետորական հարցով եմ ուզում սկսել եւ քաղաքական մեծամասնությանը։ Դուք դժգոհ եք այս քննարկումից։ Ինչի համար այս երկու օր լսում ենք, ինձ թվում է, որ ինչ որ բանակասիրության չեմպիոնատ է անցկացվում եւ առաջի տեղերի հավաքություն ունեցողները այսպիսի բան ունեն, անզիջում են, անողոք են բոլոր մտահոգությունների քննադատությունների նկատմամբ։ Ո՞ւմն եք ինչ բացատրում։ Ես վստահ եմ, որ միանիշ կլինի կողմ չքվեարկող պատգամավորների թե, բայց ոչ թե որովհետև դուք համոզում եք։ Դուք չեք համոզում, դուք ինքներդ ձեզ պետք է համոզեք։ Սա շատ կարևոր է։ Չեմ կասկածում որևէ մեկի բանակասիրությանը, հայրենասիրությանը, բայց պետք է հասկանալ, որպեսզի ուժեղ, պաշտպանված, բանակ, զինվոր ունենանք, պետք է կարողանանք նաև այն մեխանիզմները մշակենք, որը բանակը զերծ կպահի, այն մտահոգություններից, որ այսօր արտահայտում ենք։ Մեր նման պետությունը, Իսրայելի օրինակը շատ եք վերում։ Գիտեք, ամենածանր պատիժները նախատեսված են հենց բանակում յուրացումներ կատարողների նկատմամբ։ Ծանրագույն պատիժներ։ Մեզ համար հասկանալի լեզվով ասեմ, եթե նախատեսված է ինչ որ հոդված 10-ից 15 տարի, 15 տարին են ֆիքսում։ Եթե 20-ից մինչև մահապատիժ կամ ցմահ, ապա ցմահը, որտեղ դիտում են բանակում յուրացումը դա սրբապղծություն է։ Պատերազմի մեջ գտնվող բանակում յուրացումը դա իսկապես մոռանալ բոլոր սրբությունները։ Ինչ ենք ասում։ Ասում ենք եղբայր, ուզում ենք ուժեղ բանակ ունենալ, պատերազմող պետության բանակ ունենալ, երևույթներ կան, որոնք խանգարում են կայացմանը։ Ինչ վատ բան է ասվում։ Ինչ եք մի գլուխ դասատուի, այսպես կեցված եք վերցրել, քարոզում եք թե բանակի մասին չի կարելի խոսել ցեղ շպրտել, ով է ցեղ շպրտում։ Բանակի վրա ցեղ է շպրտում, նա ով չի ուզում տեսնել այն բոլոր թերությունները, որոնք կան բանակում։ Դրա համար, բարեկամներս, մի քիչ եկեք ցանկության հետևից չընկնենք, չեմպիոնատում խաղեր չտանք, մտածենք ոնց անենք, որ բանակ ունենանք։ Իմ եւ իմ հրաշալի գործընկեր Կոյրուն Նահապետյանի երեկվա բանավեճի մասին։ Ես կարծում եմ Սեյրան Սարոյանը հրաշալի վերջակետ դրեց։ Լրագրողը հարցնում է. «Պարոն Սարոյան, դուք ասում եք մի քանի հոգի կան, որոնք չգիտեմ, աղավաղում են բանակի կերպարը։ Այդ անունները կտակ, ուշադիր լսեք ինչ է պատասխանում։ Ասում է նույնիսկ, չէ, ըսկի դատախազը չի անում այդ անունները տալ։ Ես ոնց տամ։ Վերջնակետ, ճշգրիտ պատասխան։ Ինչ է նշանակում, մենք, այսինքն մեր մոտ դե ֆակտո վախտում են կոռուպցիայով ինչ որ բաների ասած մարդիկ, ես ասում եք դե ֆորմալ, այսինքն դե յուրե ձևակերպված չի, որ կոռուպցիոներ է, եղբայր այս 25 տարի դե յուրե հետևից ընկակ եւ գանձարանը դատարկ է մնացել։ Ինչ է նշանակում դե յուրե ձևակերպված չի։ Շատ լուրջ հարց է սա։ Հիմա նախագծի մասին։ Արդեն մի շաբաթից ավել էր արդեն շրջանառության մեջ են։ Մինչև քննարկումը 3 օր սոցցանցերում այս նախագիծը անտեր էր մնացել, որբեր։ Ուր էիք։ Մենակ մի հատ Վիգեն Սարգսյան էր, որի պաշտոն էր, նաև ստիպված էր որ դա աներ, եւ մի հատ կարծեմ Վարդան Դևիկյան։ Կարողացան մի անգամից մի եզրույթ գցել մեջ, որ սա մուրացկանություն է, ուզվորություն է։ Վստահ եմ, որ ոչ ոք չէր 99%-ը չէին կարդացել, նրանք ովքեր արձագանքում էին սոցցանցերում, եւ սկսեցին դեֆորմացնել այս գաղափարը։ Այստեղ եկել եք քարոզում եք մեծամասնություն եք, մեդիա դաշտը ձերն է, ամեն ինչ ձերն է, գնայիք մտնեիք տեղական հեռուստատեսություններում, մեդիա դաշտ բացատրեիք, այնպես ինչպես Վիգեն Սարգսյանը բացատրեց։ Թե ինչ է սա։ Թե ինչ է սա, գնայիք անեիք։ Որովհետեւ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ է, մարդիկ կարդում են հիմնադրամը տառապանքի փորձով անվստահելի է դառնում։ Ասում են, ահա, ուրեմն սա էլ է այնպեսին լինում։ Վերահսկողության մեխանիզմ, չգիտեմ, կոռուպցիայի համար ազնաժողով մարդիկ իրենց տառապանքի փորձով ասում են, հերթական նման մի բան է։ Բայց այդտեղ շատ հստակ հոդվածներ կան, մեխանիզմներ կան, բարի լինեիք, բացատրեիք։ Մեզ պետք չի բացատրել, այստեղ մենք բոլորս գիտենք ով ինչով է շնչում։ Ինչ ենք իրար այստեղ բացատրում։ Եվ մի մեղադրեք մարդկանց, որոնք եթե չեն հասկանում, դատողություններ են անում։ Ձեզ եկեք մենք մեզ մեղադրենք, վերջապես ժողովուրդ, եկեք հասկանանք, որ մենք հակաէկոլոգիական, հակահիգիենիկ դաշտում ենք ապրում։ Չի կարելի այսքան չարության, ատելության մեջ ապրել։
Իսկ դա գիտեք ինչ են ծնում։ Անվստահություն իշխանության նկատմամբ, անվստահություն ընդդիմության նկատմամբ, անվստահություն մտավորականի նկատմամբ։ Եկեք, ես ելի եմ ասում, եկեք այստեղ մենք ազնիվ լինենք, այստեղ որ կազմում ենք ազնիվ լինենք։ Մենք պետք է պայքարենք իսկապես այդ անվստահությունը, անհավատությունը ժողովրդի միջից դուրս բերենք։ Դժվար է ապրել այս իրականության մեջ, այս չարության մեջ։ Առիթ է եկել, պետք է խոսենք այդ մասին։ Ազգ բանակ գաղափարի մասին, իդեպ ես ավելի կողմ եմ բանակ պետություն եզրույթին։ Եվ այստեղ տեսա, որ ինչ որ հեղինակային իրավունքի համար նաև այսպես բան է գնում, քննարկում, դա մեր նորագույն պատմության ժամանակ չի, որ այդ ձևակերպումը եղել է։ Առաջին հանրապետության ժամանակ արդեն այդ ձևակերպում կար, հեղինակային բանը մի փնտրեք հիմա։ Եվ եթե Նժդեհին լավ գիտեք, Նժդեհի հավատամքի հիմքում հենց ազգ բանակ ատաղձ հենց ազգ բանակն է։ Ես օրինակ չէի ուզենա ոչ իմ ընտրությունը բանակ պետություն բանակ լինելը, ոչ ձեր երեխաների, ոչ ձեր ծնողների, դա մեր ընտրությունը չի։ Ես չէի ուզենա 21-րդ դարում իմ երեխան ապրել բանակ, ազգ բանակ կարգավիճակի պետության մեջ։ Դա մեր ընտրությունը չի, դա մեր ճակատագիրն է։ Ճակատագիրն է։ Մենք ստիպված ենք կամ պետություններ, որ էլի ճակատագրով ազգ բանակ են դարձել։ Չեմ ուզում ասել ինչպես է դա, որովհետև ես վստահ եմ այս օրենքի նախագիծը վաղ մյուս օրը դառնալու է ազգային турքի մասին օրենքի հոդվածներից մեկը։ Եվ դուք շատ լավ գիտեք, այո, դա պետք է լինի պարտադիր կամավոր։ Շռայլությունը ունենալ 10 միլիոն, 9 միլիոն, 10 միլիոն ազգ, որի 2/3-ը դրսում է ապրում եւ մենք չօգտվենք դրանից։ Դուք նաեւ գիտեք, եթե ուսումնասիրել եք պատմությունը, մարդիկ կար իրենց ինտելեկտը ազգի ներկայացուցիչներ կան, օգտագործել են եւ կարողացել են բարեգործությունը ձևակերպել, հարկ չմուծել այդ բարեգործության մեծ շատ քանակությամբ ֆինանս տեղափոխել իրենց պետություն, որտեղ պաշտպանության կարիք ունի։ Եկեք այդ մասին մտածենք։ Եվ այո, պարտադիր կամավոր հիմունքներ պետք է լինի։ Ես նաև ներկայացրել եմ նախագիծ, նախաձեռնողներից մեկն եմ եղել, որ իսկապես այդ կոռուպցիոն դաշտը, որ բանակում ծառայողների հետ կապված կա, որ պետք է բոլոր 18 տարեկան լրացածները ծառայեն, բացի հիշում եք, միջազգային հարթակներում մշակույթի, սպորտի, գիտության, կրթության, արվեստի, ովքեր միջազգային հարթակներում բան ունեն։ Այո, պետք է իսկապես ազգ բանակի գաղափարախոսությունը մենակ ամբիոնում հնչեցրած բան չի լինի, պետք է բոլոր մեխանիզմները օգտագործենք դա լինի։ Իմ առաջարկությունների մասին։ Ուրեմն ես կարծում եմ, այստեղ որևէ մեկը դեմ չի դրան, բայց անվստահությունն էր, որ հիմնականում որոշակի քննարկման առարկա էր դառնում, եւ մեկ էլ արդյոք ճիշտ է, որ 1000 դրամը բոլորից գանձել։ Կատեգորիկ ճշմարտության բանով չեմ ասում, բայց եթե քննարկման դաշտ լիներ, մինչև այստեղ ասելը կասեի, որ մինչև 100,000-ը չգանձվի կամ կամավորության սկզբունքը լինի, 150,000-ից մինչև 250,000 1000 դրամ, այնուհետև ամեն նոր 250,000-ի դեպքում 1000 դրամով ավելացնել, այսինքն 500,000-ի դեպքում 2000 դրամ, 750-ի 3000, չեմ կարծում, որ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը կզլանա 4000 դրամ մուծի կամ 2 միլիոն ստացողը։ Այս պրոգրեսիվ հարկման գաղափարը շատ ավելի ճիշտ է այս դեպքում եւ այդ դեպքում ես խնդրեցի մեր ֆինանսիստներից մեկը հաշվեց, բավականին լուրջ գումար է ձևավորվում, որը նաեւ կարող ենք ուղղել ոչ միայն 17 թվականից հետո դժբախտ դեպքերի հետ կապված, այլ նաև անդրադառնանք դրանից առաջվան։ Մի խոսքով, ես ուզում եմ, որ իսկապես մենք բոլորս իշխանական դաշտ կլինի, ընդդիմադիր դաշտ կլինի, քաղաքացիական հասարակություն կլինի, յուրաքանչյուրս մեզանից կախված կարողանանք անել այնպես, որ այս անվստահության, այս չարության, այս ատելության մթնոլորտը դուրս գա, ապրենք մի քիչ ավելի էկոլոգիական մաքուր քաղաքական արդյունության մեջ, ինչը այսօր բացակայում է։ Դրա համար էլի եմ կրկնում, յուրաքանչյուրս պետք է իսկապես մեր իրավունքի եւ պատասխանատվության սահմաններում դրա համար պայքարենք։ Ես վստահ եմ, որ օրենքի նախագիծը անցնելու է եւ մեկ միանիշ թվով երևի մարդիկ կլինեն, ովքեր դեմ կլինեն, բայց նաեւ մտածենք, որ մի գործ ենք անում, որտեղ ի օգուտ քաղաքական մեծամասնության կամ ինչ-որ մեկին չենք անում, ի օգուտ, ի նպաստ, ի օգուտ պետության։ Շնորհակալություն։